Գործընկերն է։ Դիլորի խանութ-սրահն առաջարկում է նոր եւ թարմեցված տեսականի խոհանոցի եւ լոգասենյակի լվացարաններ, կերամիկական եւ հեղուկ գրանիտից, ծորակների եւ ցնցողների լայն ընտրանի, ջրատաքացուցիչներ, ջեռուցման կաթսաներ, էլեկտրական եւ գազով, տարբեր ֆիրմաների ու հզորության, բիմետալ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ, մուտքի եւ ներսի դրամ փականներ, բռնակներ, հոսանքի մալուխներ, տարբեր շինարարական գործիքներ, ինչպես նաեւ նորույթ Դիլորիում, պաստառների եւ կերամոգրանիտե սալիկների որակյալ ու նրբաճաշակ տեսականի։ Այս ամենը կարող եք ձեռք բերել մեզ մոտ գործող մշտական զեղչերով։ Դիլորի աշխատում ենք կանխիկ, քարտային եւ ապարիկ տարբերակով, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ եւ կատարում մեծածախ վաճառք։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի, Քաղաք Վանաձոր, Թումանյան 1/5։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր, Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապարիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք Քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2, հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture, պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։
Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է Արաքում, Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո, բարի նախատոնական երեկո հարգելի հեռուստադիտողներ եւ ասում ենք իհարկե նաեւ բարի գալուստ, բայց սենյակ, եթե դուք տեսաք այս փոփոխությունը, ուրեմն դա նշանակում է, որ սկսվել է Գարնանային եթերաշրջանը, իսկ դες ասում ենք շնորհակալություն, որ Գարունի եւս խոստանում եք լինել մեր ընկերը, մեր գործընկերն ու հեռուստադիտողն ու հետևորդը։ Բարև ջան, ո՞նց ես։ Բարև Անահիտ, լավ։ Հա, լավ ես։ Ոչինչ։ Եթե դուք տեսնում եք այս փոփոխությունը, դա նշանակում է, որ տեսել եք նաև մեր հոլովակը, որտեղ ես շատ ուրախ դեմքով պատմում էի մարտի 8-ի մասին, թե ինչեր են սպասվում մեզ վաղվանից։ Այս գիշեր եւ վաղը ցերեկը մեզ սպասվում է տոնական օրեր։ Տեղումների տեղատարապ։ Թե ինչ հարգելի հեռուստադիտողներ, 7-ն է մարտի 2025 թվականի օրը ուրբաթ է։ Այո։ Ուրբաթ օր Գարնանային եթերաշրջան եւ կանանց միամսյակի կապակցությամբ բացենյակը եթերում լինելու է նաեւ ուրբաթ շաբաթ կիրակի ձևաչափով, այսինքն մենք 3 օր լինելու ենք ձեր տանը, հետո նաեւ հաղորդություններով կարող եք հետևել դարձյալ մեզ ձեր տանը հարգելի հեռուստադիտողներ։ Հիմա գնանք երաժշտություն լսենք այս ընթացքում կանոնները երաժշտություն լսենք, իսկ այժմ կլսենք իմ սիրելի երգերից մեկը։ Այո, իսկ այս ընթացքում հարգելի հեռուստադիտողներ դուք լսեք ձեր սիրելի թեյը կամ սուրճը, մենք ընտրում ենք քանի որ երեկո է թեյ, եւ իհարկե հարգելիներս գալիս եք տեղավորվում հեռուստաէկրանների առջև, որ ես ձեզ ասեմ, ես շատ եմ սիրում։ Ու բարի գալուստ մեզ սպասում է հրաշալի եթեր, բայց մինչ այդ լավ երգ լսենք եւ վերադառնանք տաղավար առողջ եթեր ամենակարևորը։ Գնացինք վերադառնանք Մեկը չի կարող դա, չեմ հավատում անհնարա Բարևս տարեք հասցրեք նրան, ով ինձ կհասկանա Ով երբևէ առանց սիրո ու սիրելու չի դիմանա Ուրիշ մեկը չի կարող դա, չեմ հավատում անհնարա
մեկը չի կարող դա Չեմ հավատում անհնարա, անհնարա, անհնարա Բարևս տարեք հասցրեք նրան, ով ինձ կհասկանա Ով երբևէ առանց սիրո ու սիրելու չի դիմանա Ուրիշ մեկը չի կարող դա Չեմ հավատում անհնարա, անհնարա, անհնարա Մեկը չի կարող դա Չեմ հավատում անհնարա, անհնարա, անհնարա Բարևս տարեք հասցրեք նրան Ով ինձ կհասկանա Ով երբևէ առանց սիրո ու սիրելու չի դիմանա Ուրիշ մեկը չի կարող դա Չեմ հավատում անհնարա, անհնարա, անհնարա Ուրիշ մեկը չի դիմանա Չեմ հավատում անհնարա Անհնարա, անհնարա Մենք վերադարձանք տաղավար եւ ողջունում ենք բոլորին, ովքեր հենց նոր են միացել եւ ունեն նախատոնական հրաշալի տրամադրություն։ Հիշում եք, չէ՞, անցած շաբաթ մենք մրցույթ էինք հայտարարել։ Հիշում ենք, չէ։ Եվ ունենք հաղթող, բայց հաղթողին պետք է ներկայացնենք հաղորդման վերջում, այնպես որ սպասեք, մնացեք մեզ հետ եւ վերջում կասենք ով է հաղթել եւ ինչպես կարելի է մեզ միանալ եւ մենք կարողանանք այդ մարդու հետ կոնտակտային տվյալներ ստեղծել։ Նաեւ հաղորդման վերջում մենք կներկայացնենք շաբաթվա հարցը։ Այո, այնպես որ հարգելի հեռուստատողներ, թե դուք մտածում եք ինչ հարց է հնչելու եւ դուք ինչ կանեիք, դու ինչ կանեիր խաղմրցույթը, իհարկե պատասխանյակում կլինի նաեւ այս շաբաթ։ Մենք հաղորդման ամենավերջում կանդրադառնանք դրան, մենք արդեն հավաքագրել ենք մեկնաբանությունները, մրցույթը քվեարկություն ավարտված է դեռևս ինչպես նշել ենք նախապես եթերում մարտի 5-ի դրությամբ, այսինքն 00 ժամին արդեն ավարտվել։ Ամեն ինչ արդար է, չասեք այդպես չի եղել։ Եվ ակնհայտ երևում է հաղթողը ով է։ Եվ մյուս հաղթողին էլ մենք որոշելու ենք մյուս ուրբաթ օրը, մինչև եղած հաղորդագրությունների մինչև ժամը 12:00։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք դեռևս կխոսենք այդ մասին հաղորդման վերջում, իսկ այս պահին պետք է ասենք նաև մեր հաղորդման գործընկերներին շնորհակալություն, ում հետ մենք կայունանային եթերաշրջանում անակնկալներով լեցուն ընթացք ենք ձեզ խոստանում։ Հաղորդման գործընկերը վերադարձել է մեր լավ բարեկամ Դավշին շինարարական կազմակերպությունը, ով առաջարկում է Գարնանը եւ առհասարակ Գարունից սկսած նոր ուժով ու եռանդով անցնել տան փոփոխություններին ու վերանորոգումներին։ Դա ձմեռ էր, մի քիչ ցուրտ էր, չկարողացաք, հիմա արդեն կարող եք։ Ցուրտ էր, բայց հիմա էլ է ցուրտ, բայց հիմա կարող եք։ Ցանկացած բան, ինչը վերաբերում է շինարարությանը, կարող եք ձեռք բերել Դավշինից եւ պետք չէ հասնել աշխարհի ծայրը կամ աշխարհի ծայրերը, ամեն ինչ կա մեկ հասցեում, այնպես որ ֆիքսեք հեռախոսահամար Աղայան 48 կոտորակ 1 հեռախոսահամար 091 04 66 00 098 17 26 62 հասցեն Աղայան 48 կոտորակ 1 ինչպես նշեցի։ Մեր հաղորդման գործընկերն է նաև ասում ենք բարի գալուս, չէ՞։ Սա քո սիրելին է, չէ՞։ Իմ սիրելին է։ Ուտելու առումով նկատի ունեմ։ Ուտելու առումով։ Ոլորտը։ Ուտելու առումով էլ է սիրելի, բայց ուզում եմ այդ սիրելի մասին դու ասես։ Բայց ես ուզում եմ ներկայացնել Step Furniture-ի, պատվերով կահույք տան աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար ձեր ճաշակով եւ ձեր պահանջներին համապատասխան կարող եք գտնել Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը 091 20 20 35 շնորհակալություն։ Մեր համով, հոտով գործընկեր, այո, քանի որ շապը ուզում է ուղղակի վայելել, թե ես ինչպես եմ նրանց ներկայացնում, որպեսզի եթե անմիջապես հետ անպայման պատվեր ունեն այնտեղից։ Family Farm-ից մեր գործընկերը, որն առաջարկում է մսամթերքի լայն տեսականի կիսաֆաբրիկատներ, հարգելի կանայք, դուք այս մեկ ամիսը հանգստացեք, ինչ պետք է, այո, Family Farm Food-ում կա
կա, ինչ պետք է կպատվիրեք, կպատրաստեք, կուտեք կամ էլ իհարկե մտածեք, թե ով պետք է պատրաստի։ Էլի մեզ է վերաբերվում այս ամեն ինչը։ Այո, ձեզ է վերաբերվում։ Այստեղ կարող եք համտեսել ինչպես աղցաններ եւ կիսաֆաբրիկատների հրաշալի տեսականի, այնպես էլ բնականաբար նաեւ համով ընտրանի։ Ամենակարևորը արտադրողից եւ իհարկե մաքուր եւ որակյալ։ Հասցեն Կարեն Դեմիրճյան 265 կոտորակ 2 Ռոխսամար 94 500 222 գործում է նաև առաքում։ Մեր հաղորդման գործընկերն է նաև Իմպերիա կահույքի սրահ, դե Իմպերիայի մասին մենք միշտ խոսում ենք դրական, որոնք որ նրանք առաջարկում են դրական, ջերմ եւ ամենակարևորը հարմարավետ եւ տաք կահույքներ։ Հասցեն Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 հեռախոսահամարներ 033 34 60 60 033 35 60 60 Շնորհակալություն մեր հրաշալի գործընկերոջ Իմպերիային։ Ով ասում է գնի եւ որակի համադրություն։ Ասում է շնորհակալություն նաև Դիլորի խանութսրահին, որովհետեւ նա հոգ է տանում, որ դուք լինեք անվտանգ միջավայրում եւ որ դուք մտածեք այն բոլոր խնդիրների, չմտածեք այն բոլոր խնդիրների մասին, որոնք անհրաժեշտ են ձեր բնակարանում։ Սկսած դրանք ընտրանիներից, որոնք տաքացուցիչների տեսքով են, ծորակների եւ ամենի եւ իհարկե վայելել ամենը որակյալ եւ բնականաբար էլի տղամարդկանց համարներով։ Այո, պետք է օրինակ ցնցուղը փոխել, եթե ցնցուղի հետ խնդիր առաջացել, որ մեկ ամսյակում հարգելի կանայք մեր շատ ելի հարգելի կանայք։ Ինչքան ցնցուղ ունեք, թող փոխել եք։ Այո։ Այո, դիլերի հասցեն Թումանյան 1 կոտորակ 5 044 620 720 շնորհակալություն նաև մեր նոր գործընկերոջը, ով խոստանում է իր գեղեցկությամբ զարդարել մեր տաղավարը, դուք առաջիկան բնականաբար կհամոզվեք։ Լիլի Ռոս ծաղկի սրահը Տիգրան 129 կոտորակ 20 հեռախոսահամար 095 19 64 85 093 19 64 85։ Եթե մտածում եք որտեղ պետք է, որտեղից պետք է ձեր ծաղկի փունջը ձեր կնոջ կամ քույրիկի կամ մայրիկի կամ երեխայի համար գնել, Լիլի Ռոս բարձրապես մոտենում եք։ Հատուկ վերաբերմունք եւ իհարկե միշտ թարմ ծաղիկներ ու գեղեցիկ մոտեցում։ Չէ՞ որ մենք ձեզ վերում էինք թարմ ծաղիկներ։ Ինչպես ասում եք։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք գնում ենք երաժշտություն վայելելու, հետո գործընկերների հոլովակներն ենք դիտելու, որից հետո տաղավարում խոսելու ենք առողջության մասին եւ իհարկե թե ինչ անել եւ ինչպես զարգացնել եւ ինչպես գնահատել այն միջավայրը, որ ստեղծում է Լոռու մարզը մեր բնակիչների ու ինչի նաեւ տնտեսվարողների համար։ Շատ զարգանում է, չէ՞, Սիրում ես գյուղեր։ Ես շատ եմ սիրում։ Գյուղեր, գյուղական համայնքներ, բայց Լոռու մարզը իրականում Հայաստանի ամենամեծ գյուղական համայնքներ ունեցող մարզն է։ Մենք շատ չենք հուշում, ուղղակի թեքվելու ենք դեպի Տաշիր ու հետո վերադառնանք նորից տաղավար։ Շնորհակալեք դել Ֆորտունա, մենք կհանդիպենք քիչ անց։ Con un pasero in sé, each
Նախատոնական տրամադրությամբ շարունակում է Ֆորտունայի եթերային աշխատանք, հարգելի հեռուստադիտողներ, եւ մենք այս պահին գտնվում ենք հյուրասրահում եւ ունենք շատ հրաշալի հյուրեր եւ շատ ճիշտ հյուրեր։ Ճիշտ հյուրեր։ Այո, հյուրերն են լինում ճիշտ։ Ճիշտ։ Մենք կբացահայտենք, խոստանում եմ, այո, մենք շատ ճիշտ հյուրեր ունենք, ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում եւ ճիշտ տեղից։ Եվ իրոք պետք է նրանց ներկայացնենք, թե ովքեր են մեր տաղավարում։ Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանն է մեր տաղավարում եւ բարև ձեզ, Երեմյան ֆարմ կերարտադրության ղեկավար Ալեքսանդր Քեշիշյան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Լորեցիեր են հարցնեմ, հա, ոնց եք, ոչ թե ինչպես եք։ Շատ լավ։ Ինչպես են անցնում առհասարակ ձեր հանգստյան օրերը, հասցնում եք հանգստանալ։ Ունեք հանգստյան օրեր։ Գյուղատնտեսության մեջ դժվար է ունենալ հանգստյան օրեր։ Հողագործության մեջ մենակ ձմեռ։ Ձմեռն ամբողջովին փոխարեն մի քիչ հանգստանում եք։ Բայց ավելի ակտիվ հանգստի սիրահար եք, թե մի քիչ ավելի пассив sense։ Եթե ստացվում է հանգիստ, այո, ակտիվ հանգստի սիրահար ենք։ Առհասարակ մեր կյանքն է ակտիվ, չի լինի пассив, пассивի սիրահար լինել ու աշխատել այս ոլորտում։ Այսօր մարտի 7-ն է, առջևում մեր շատ սիրելի եւ ձեզ շատ սիրելի միամսակ։ Առհասարակ ուզում եմ մի անգամից հարցնել, որքանով է կարևորում ընկերությունը կանանց ուժը աշխատանքում, նրանց ներգրավություն, գիտենք, որ իհարկե բավական բարձր մակարդակի վրա է դրված, բայց ուզում եմ ինչպես ասում են տնեցիներից ասել այս հարցի պատասխանը։ Դե ամեն դեպքում ինքը գյուղատնտեսության ոլորտը բոլորի համար որ մտածենք որ դժվար է կանայք չեն կարա, բայց նաև կա process-ներ, որտեղ որ պարտադիր կանայք պետք է աշխատեն, օրինակ խոզաբուծության մեջ, խոզանոցում ու տավարաբուծական ֆերմայում, ծնարանում ավելի նպատակահարմար է, որ կանայք աշխատեն, որտեղ ավելի հետևողական են իրանք լինում, հա, այդ փոքրերի գոջիների հետ աշխատելու ժամանակ մայրաբար են մոտենում, այո։ Ու տենց տարբերություն չունենք, օրինակ սա կանանց գործ է, սա տղամարդկանց գործ է։ Իհարկե դե տրակտորիստներ դեռ չունի ալիքը։ Մեր թիմում դեռ չկա։ Կանայք լինեն, բայց կենթաների խնամքի պատասխանատուներ ունենք կանայք, այո, ունենք։ Քանի որ նախատոնական իրավիճակ է, ինչպես կցանկանայիք շնորհավորել մեր կանանց, մայրերին եւ քույրերին։ Միշտ լինեն եւ մնան գեղեցիկ։ Շատ լավ, շնորհակալություն եւ միանգամից փորձենք մեր հեռուստադիտողների համար մենք առաջիկայում նաեւ ունենալու ենք տեսանյութ այն մասին, թե ինչպես են ապրում ու աշխատում Երեմյան ընկերությունների խմբում, բայց մինչ այդ որ թվականից է գործում Երեմյան ընկերությունների խմբի 10-ից անասնապահական համալիրը եւ ինչով է այն եզակի Հայաստանում եւ բնականաբար նաեւ տարածաշրջանում։ 10-ից անասնաբուծական համալիրը օֆիցիալ բացվել է 23 թվականի հոկտեմբեր ամսին 30 հեկտարի վրա ստեղծված տավարաբուծական, խոզաբուծական ֆերմաները, սպանդանոցը եւ երարտադրության համար անհրաժեշտ հողատարածքները առանձնանում է նրանով, որ մենք տեխնոլոգիապես շատ եվրոպական ստանդարտներին համապատասխան սարքավորումներով հագեցրեցինք մեր տավարաբուծական եւ խոզաբուծական ֆերմաները, որը հնարավորություն է տալիս արդեն եւ կառավարել որակին եւ ընթացքին ամբողջ process-ներին հետեւել։ Տավարաբուծական ֆերմայում ներդրված է 40 տեղանոց կարուսել կթարան, որը որ մենք կարողանում ենք արդեն 1200 գլուխ կով կթել ու կարողանալ ամբողջ process-ը հետեւել եւ որակի առումով եւ քանակի առումով։ Ներդրված են սարքավորումներ, որոնցով մենք կարողանում ենք արդեն մաքուր կաթ ստանալ, որը որ ընդհանրապես օդի հետ շփվելով մինչև սառնարան եւ սառնարանից մեքենա ու տեղափոխվում է արդեն կաթի արտադրամաս եւ այս process-ի սկզբանը ինքը սերմի ցեղան հայեցակարգի ոնց որ սկիզբն է, կարանք ասենք, ոնց որ հողագործությունով մենք ստեղծում ենք գերերը, գերարտադրությունը, որը որ արդեն գերագրելով մեր կենթանիներին ունենում ենք մեր կաթը, կաթից հետո արդեն կաթի արտադրամասում վերամշակվելով ունենում ենք կաթնամթերք։ Եվ ինչպես նաև փակ ցիկլի մասին, որը որ մենք կարողանում ենք մենք ինքներս արտադրել մեր երինջները, մեր խոզերը, այսինքն
ինքնավերականգնման համար ֆերմայի, հա, այսինքն այս մասը նաև կարևոր, որը ստացվում է մեր մոտ, նաև կատարում ենք վաճառքներ, մայրացու խոզերի, երինջների վաճառքներ, շուտով արդեն այսպես։ Այսինքն սա նաև կարող ենք ասել, որ այն այցեքարտն է, որը տալիս է եւ Հայաստանի հա բնակդիմական պայմանները եւ առավել եւս Տաշիրի։ Այո, Իսկ ինչու որոշվեց ֆերման կառուցել հենց Լոռու մարզում։ Առաջնահերթ տավարաբուծության համար ամենաբարենպաստ վայրերից մեկը հենց Լոռու մարզն էր, բնակդիմական պայմաններից ելնելով եւ այդ իսկ պատճառով որոշեցինք հենց Տաշիրում հիմնել մեր ֆերմաները եւ մենք ունենք նաեւ 130 աշխատատեղ, 130 աշխատակից հիմնական ովքեր որ աշխատում են, այսինքն այս աշխատատեղերի մասն էլ որը որ տարածաշրջանի համար շատ կարեւոր մաս է, որ իրենք գիտեն արդեն ստաբիլ աշխատանք ունեն։ Աշխատողը հիմնականում Լոռու մարզի բնակչությունն է։ Այո, հիմնականը Լոռու մարզի բնակչությունն է, Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններից, ասենք ասենք, իրենց համայնքներից են գալիս։ Տեղափոխումը մենք ենք իրականացնում, իրենց արտահայտությունները մենք ենք տրամադրում, հա, ամբողջ սնունդը մենք ենք տալիս, ինքն այնպես արած, որ աշխատակիցները չմտածեն այլ բաների մասին։ Եվ եթե թույլ կտաք ձեր ժամանակը շատ է, մի քիչ կարող պատմեմ նաև այդ process-ների մասին։ Ինչպես է արվում, քանի որ ինքը նոր ոլորտ է որպես տավարաբուծություն, հա, բոլորս էլ պահել են գիտենք, բայց նմանատիպ process որպես այդպեսին կար, մեր աշխատակիցների համար էր դա դժվար, որտեղ իրենց համար նոր էր դա, հա, ասենք սկսենք նրանից, որ կովին չի կարելի խփել, պետքա մշտական կերակրել, հա, ամբողջ process-ները, մակրությանը հետևել, հասկացանք, որ նաև անհրաժեշտ է աշխատակիցներին վերապատրաստել։ Ու սկսեցինք մասնագետներ հրավիրել, սկսած կենդանների խնամքի պատասխանատուից մինչև ֆերմայի մենեջեր, ղեկավար, մենք այդ process-ները անում ենք, անասնաբուժների վերապատրաստումներ, կթի օպերատորների վերապատրաստումներ, ծնարանի, հորթանոցի, գերաղացի, հա, գերերի արտադրության այս ամբողջ process-ներն են, որ անընդհատ իրականացնում ենք, որովհետև ինքը գյուղատնտեսությունը նույնպես այն ճյուղերի նման է, որ անընդհատ զարգացում է ունենում եւ պետք է անընդհատ մենք այդ process-ներին հետևենք։ Շուկայում լինելու համար եւ առասարակ պայքարի մեջ մնալու համար եւ մանավանդ շատ բարձր դիրքերի մնալու համար ինչ է պետք եւ ինչով եք առաջնորդում, որպեսզի նշաձողը մշտապես լինի բարձր։ Ունենալ բարձրորակ արտադրանք, բարձրորակ կաթ, մենք ունենք A կարգի կաթ ենք արտադրում ու դրա ակարգի կաթ արտադրում ենք, որտեղ ունենք նմանատիպ սարքավորումներ, տեխնոլոգիաներ, հա, որը որ մեզ հնարավորություն է տալիս կարևոր պայման կաթի արագ սառեցման պայմանները ապահովել սառնարաններում, ճիշտ պահպանել ջերմային ռեժիմով տեղափոխման, ջերմային ռեժիմը ճիշտ պահպանել, այսինքն այս ոլորտում միշտ բարձր դիրքերում մնալու համար պետք է ունենալ բարձր որակի կաթ։ Եվ դա երբ պարտավորեցնում է, չէ՞, միշտ այդ դիրքում բարձրում են, այո։ Ինչ հնարավորություններ ունի այսօր ֆերման։ Մենք այս պահին ունենք 1500 կթուկ գլխաքանակ, կովեր եւ 6500 գլուխ խոզեր։ Շուրջ 800 հեկտար հողեր, Ալիկը կպատմի հողերի մասին քիչ ուշ։ Մենք արտադրում ենք մեր միջին կաթնատվությունը, այսպես ասած, մեկ գլխի հաշվով 32-ից մի քիչ 32.4, 32.5 լիտր այս պահին, ինքը մեր համար ոնց որ մեր նշաձողին հասնելու այդ կետերից է։ Խոզաբուծության մեջ նույնպես ունենք մեծ հաջողություններ, այն գլխաքանակը, ինչը որ պետք է ստանանք մեկ մայրից, գոջիների քանակը նույնպես շատ բարձր է։ Այո, ինքը արդարացված է, այսինքն մենք այն տեխնոլոգիաները, ինչը որ ներդրել ենք եւ այն process-ները, որ կատարում ենք, մենք մեր նշաձողին հասնում ենք։ Հրաշալի։ Ասացին հողերի մասին կպատմեք։ Եկեք պատմեք։ Ասում են, չէ՞, ձեր մոտ դաշտերը հողերը ալպիական են եւ միջավայրը, այս առումով ինչ կասեք նայ։ Դե մենք հիմնականում մշակում ենք երկու մշակաբույս, եգիպտացորեն եւ առույտ, բայց քանի որ տարածաշրջանում դե նաև համագործակցում ենք կողքի ֆերմերների հետ, ովքեր զբաղվում են հողագործությամբ, ու անցած տարի
մոտավոր աշխատել ենք բերքավաք ենք իրականացրել ոչ միայն մեր դաշտերից, այլ նաև գնում ենք իրականացրել գյուղացիներից, ընդհանուր 800 հեկտար բերքավաք ենք իրականացրել 10,000 տոննայից 11,000 տոննայից ավել, որը իր հերթին բերել է համայնքում որոշակի փոփոխությունների, այսինքն նախորդ տարիներին չմշակված հողերը անցած տարի սկսել են մշակել։ Մեր մասով նաև մենք մեր հողամշակությունը մենք անում ենք գերճշգրիտ տեխնիկաներով, այսինքն չարախափանվեց մի Այսինքն մենք ցանկացած պահի on-line տարբերակով տեսնում ենք մեր տեխնիկաների շարժը, ինչ աշխատանք են իրականացնում եւ զուգահեռ նայում ենք անընդհատ գիտենք ինչքան ենք սպառում սերմ, հատով հաշված, կիլոգրամով պարտանյութերը, ճշգրիտ ցանքով ստանում ենք ավելի պլանավորված բերք, որը որ ֆերմայի համար ապահովում է ավելի բարձր կաթնատվություն։ Ավանդական գյուղատնտեսության մեջ հաճախ է այսօր են խոսում, հա, այս ժամանակահատվածում, որ տարիներով, դարերով նույն հողամասը, նույն հատվածը, օրինակ, մշտապես ծառայել է կարտոֆիլի օրինակի համար, հա։ Արդյոք այս ուսումնասիրությունները եւս դες համար կարեւոր են, թե որքանով եւ ինչ խնդիր ունի այդ հողը, դա արդյոք կարևոր բաղադրիչ է նաև ձեր աշխատանքը։ Այո, մենք ամեն 2 տարին մեկ իրականացնում ենք հողերից անալիզ ենք վերցնում եւ դրա հիման վրա պլանավորում ենք պարարտացման սխեմաներ եւ զուգահեռ անասնաֆերմայից ստացված կոմաղբը տեղափոխում ենք դաշտ, որը իր հերթին համ բնապահպանական խնդիր է լուծում, այսինքն այդ կոմաղբը չի գնում ինչ որ գետեր, այլ նաև պարարտացնում է հողը։ Նաև զուգահեռ համայնքի հողերն ենք պարարտացնում, հա, բացի դա, այո, իհարկե։ Եվ ամեն 2 տարին մեկ բարելավում է արդյունքներով վերում է անալիզներով, որ ստանում ենք ու դրա հիման վրա պարարտացումը ավելի նվազեցնում ենք ի հաշիվ կոմաղբի եւ ճիշտ մշակության։ Նաև ցանքաշրջանառություն է իրականացվում, արդեն որ նույն հողի վրա անընդհատ նույն բուսատեսակը չի ցան։ Այսինքն է ձեր հարցի որ տարիներով, դարերով արել են, նաև դա կարևոր, որ արդյունավետությունը բարձրացնենք։ Ինչ հաջողություն եք առհասարակ գրանցել, որ հիմա հպարտությամբ կարող եք ասել, որ մեր ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում այս հաջողություններին հասել է, որ դες համար առաջնային է։ Ինչ հաջողություններ ենք հասել։ Մենք ոնց որ ամեն օր մի հատ նշաձողի հասնում ենք ու մեր համար դա մեծ ոգևորություն է մեր աշխատանքի մեջ, որտեղ կարճ ժամանակ մոտ 8 տարի ու կես է գրեթե, հա, դեռ որ այս process-ի մեջ ենք։ Ամենամեծ հաջողությունը, որ մենք այն որակը, ինչը որ ուզում էինք ունենայինք, այն կաթը ու այն կաթնամթերքը, ինչը որ ուզում էինք ունենայինք, մենք ունենք։ Մեծ հաջողությունն է, որ մենք կարողացել ենք արդեն մեր ներմուծված երինջներից ստացված հորթերը, որոնք որ արդեն մենք ենք աճեցրել, արդեն իրենք սպասում է իրանց արդեն առաջիկա ամիսներին իրանց ծինը, այսինքն մենք սեփական վերարտադրությունը կարողացել ենք անել եւ սեփական վերարտադրությունը այս մեծ ծավալների մեջ շատ կարևոր է, որովհետեւ ինքը եւ ինքնարժեքի իջեցման մասը եւ ֆերմայի անխափան աշխատանքի մի մասը կազմում, այսինքն եթե մենք չկարողանանք վերարտադրությունը ապահովել, ինչ որ ժամանակ հետո կսկսեն նվազել կենդանների գլխաքանակը, հա, ու դա շատ մեծ հաջողություն է, նաև մեծ հաջողություն է մեզ համար անհրաժեշտ որակյալ կերերի ստացումը, որովհետև կենդանիների առողջության, որակյալ կաթի, այս ամբողջ քանակի, հա, կաթի քանակի, այս ամբողջ process-ներին ազդում է որակյալ կերը։ Սրանք են մեր հաջողությունները։ Շատ լավ։ Երեմյան կաթնամթերքի առաքելություններից մեկն էլ այն է, որ պետք է կաթը հաճախակի օգտագործել, չէ՞, մշակույթի խրախուսումն է եւ տարածումը։ Ինչու է կարևոր կաթի ամենօրյա օգտագործումը։ Եվ ձեր մշակույթի հիմքն է, ինչն է։ Բոլորիս համար էլ բարձ է եւ հա։ Երեմյան կաթ խմիր։ Լավ, խմեք, մի անգամ փորձեք ամ։ Այո։ Գոնե մեկ անգամ իմանաք ինչ որակի մասը։ Ինքը լավ մշակույթ է։ Գիտենք, որ կաթի կարևոր հատկանիշներից օգտակար հատկանիշները բոլորս գիտենք ու ցավոք սրտի շատ է հեռացել, հա, ասենք երեխեքին գնան խանութ, ավելի շատ կառնեն գազավորված ըմպելիք կամ քաղցրավենիք, չիփս կառնեն, հա,
քանց թե ինչ որ բնական բան է, էլի։ Իդեմս ավելի շատ կաթ, որտեղ երեխեքի համար շատ կարևոր է երեխեքի աճի, այն կարևոր վիտամինները, ինչերը որ կա կաթի մեջ։ Մենք նաև համաշխարհային բանկի եւ Եվրասիական բանկի հետ համատեղ իրականացնում ենք ծրագիր 9 դպրոցներում, որից 2-ը Երևանում են, 7-ը հենց Լոռու մարզում են, 5-ից 9-րդ դասարանի երեխեքի հետ 1300 աշակերտ շուրջ ամեն օր խմում են մեր կաթը։ Եվ ունենք նաև ուսումնասիրություն Բարենի համաշխարհային ծրագրի հետ, որ որոշակի ժամանակ հետո երեխեքը ավելի շատ են, հետ են կանգնում, հրաժարվում են գազավորված ըմպելիքից։ Ինքը կա նաև միջազգային փորձ, որ երեխեքի ոնց որ կոչվում է, ունակությունները ավելի է բարձրանում, ավելի կարողությունները։ Ինչպես նաև մենք մեր Երեմյան ընկերությունների խմբի ռեստորանների նախաճաշում նաև անվճար հյուրասիրում ենք մեր հյուրերին կաթ։ Կա որոշակի փոփոխություն այնուամենայնիվ այս նախագծերից հետո դուք զգում եք, որ մշակույթը ձևավորվում է Լոռու մարզի մասով եմ ուզում հասկանալ, քանի որ դպրոցները լավ օրինակ են։ Կաթ խմելու առումով, այո, այն դպրոցները, որոնք որ շփում կա ամեն դեպքում, ուսուցիչներ, երեխաների ծնողներ, հա, բոլորը որ թեկուզ ավտոյի լոգոն են տենում կամ ծանոթ է, դες մոտենում, որ ձեր կաթն ենք մենք խմում, շատ լավն է։ Ու իրական ու լավը նաև որ պետքա որակով լինի, առանց կողմնակի համերի ու բարձր կարգի կաթ, հա։ Այսպես, դա շատ հպարտանալու բան է, այսպես։ Շնորհակալ եմ։ Մարդիկ որ մշտապես կամ հաճախակի մտնում են սուպերմարկետներ առևտուր անելու, միշտ նայում են պիտանելիության ժամկետին, չէ՞։ Դες համար դա որքանով է կարևոր, ինչքանով է ուշադրություն դարձնում այդ ամեն ինչի։ Եվ վստահություն է նաև սպառում։ Մեր համար շատ կարևոր է ու ինձ թվում է որ ես արդեն ոնց որ անկախ քեզանից երբ որ մտնում եմ սուպերմարկետ առաջինը մանես գալիս քո պատամտերքը իմ համար միշտ հարցա թե խեն մեր ժամկետը միշտ կարճ դնում որ նայում եմ պատամտերքների բոլորինը երկար է մեր համար շատ կարևոր է ամիսներով նույնիսկ դրանք արդեն այլ կարգի կաթեր են չէ մետաղական արտադրանքներ էլի ունի պահում են ամեն ինչ բայց իմ համար մերոնք միշտ այդ բանը պահում են որ ավելի բարձր որակ ունենանք այսպես Հիմա ուզում եմ իմանալ դուք լինելով երևանցի, հա, կազմակերպության ներկայացած լավ ձեր տեսակներից ընտրանից ամենաշատը ի՞նչն եք սիրում Կատնամթերքից ես ուտում եմ ամենօրյա որ օգտագործում եմ սմետան սիրոկներն եմ ուտում բայց այդքան ոչ հաճախ բայց շատ եմ սիրում Եվ կարակ։ Վակաթը։ Կաթ ամենօրյա ֆերմա է, հա։ Շնորհակալ եմ Սիրելի հյուրեր, շնորհակալ եմ որ այսօր այստեղ եք։ Եթե ունեք ավելացնելու բան, խնդրեմ կարող եք ձեր խոսքը հղել բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Հայաստանից դուրս, որտեղ այո, մեր հեռուստաեթերը ունի այս հնարավորությունը եւ գուցե ինչ որ ասելիք կա, խնդրեմ։ Դե քանի որ այսօր ամսի 7-ն է ու վաղը մեր միջազգային կանանց եւ աղջիկների տոնն է։ Կուզենայի շնորհավորեի մեր մայրերին, աղջիկներին, կանանց, բոլորին թող մարտի 8-ը շնորհավոր լինի, միշտ ժպտան, առողջ լինեն, այսպես։ Դուք ինչ կարող եք ասել։ Դե կմաղթեմ մեր բոլոր մայրերին, քույրերին եւ աղջիկներին երջանկություն ամենակարևորը։ Գարունա, ծաղկեն։ Շնորհակալություն ձեզ էլի իհարկե լավ տրամադրություն ենք մաղթում առաջիկայում եւ մեր գործընկերների բազմաթիվ հաջողություններ ենք ցանկանում։ Այո, եւ մեր գործընկերոջ կողմից, մեր հաղորդման գործընկերոջ կողմից այդ բազմազբաղ աշխատանքից հետո հաճելի հանգիստ վայելելու եւ հանգստանալու հնարավորություն ենք տալիս Step Furniture կահույքի արտադրամասը ձեզ տրամադրում է իր սեղճի քարտերը Շնորհակալություն Մաղթում ենք բարի ճանապարհ հաճախ ենք սպասում ձեր հաջողություններով մեր տաղավարում եւ մեզ համար եւս կարեւոր է որ Լոռու մարզում կան իդեմստես տնտեսվարողներ շնորհակալություն Իսկ դուք օգտվեք միայն ու միայն որակյալ կատնամթերքի ցերևստատորներ քանի որ այսօր դա շատ կարեւոր է Հիմա ես որ տարիներով կաթ չեմ խմել պետք է փորձեմ այդ հետո այո մշակույթը այլոխ Ես անգամ կարա կաթ լինի այստեղ Այո Շնորհակալություն հարգելի հեռուստատողներ այս պահին ես առաջարկում եմ տեղափոխվել
այն զրույցի կենտրոն, որը հենց Երեմյան ընկերությունների խումբն է առաջարկում։ Գնում ենք տաշիր, կադրերով ու տեսանյութով։ Մնացեք Ֆորտունայի հետ։ Երեմյան ընկերությունների խմբի տաշիրի անասնապահական համալիրը գործում է 2023 թվականից։ Ալպյան հարուստ բնությամբ, կլիմայական իդեալական պայմաններում բարձրորակ հողով և ջրով հարուստ ֆերմայում համադրվել են բնական և տեխնոլոգիական լավագույն հնարավորությունները, որոնք թույլ են տալիս մշտապես ունենալ կայուն, անարատ կաթ և վերահսկել կաթի ստացման ողջ գործընթացը։ Թերմի սեղան հայեցակարգը իրենից ներկայացնում է, որ մենք կարողանում ենք ամբողջ պրոցեսները գերարտադրությունից մինչև գերակրում և կաթնարտադրություն այդ ամբողջ պրոցեսները վերահսկել, կառավարել։ Ֆերմայինքից ունենք դաշտեր, որտեղ որ աճեցնում ենք մեր կերային կուլտուրաները, կուտակում ենք կերերը և արդեն գերակրում ենք մեր կովերին։ Մեր հիմնական կերերը դա սիլոզն ու սենաժ է, որի բերքավաքը մենք սկսում ենք ամռանը։ Ամենակարևորը այն է, որ մենք ամառվա բերքավաքի ընթացքում կուտակենք մեզ անհրաժեշտ որակի և քանակի կերեր ամբողջ տարին կերակրումը կազմակերպելու համար։ Ամեն ամիս փորձանմուշներ է վերցվում այդ կերերից, ուղարկում ենք Եվրոպա, որպեսզի լաբորատոր հետազոտությունների միջոցով մենք իմանանք մեր կերերի մեջի էլեմենտները։ Ըստ այդ լաբորատոր փորձաքննությունների պատրաստում ենք ռացիոն եւ ըստ այդ ռացիոնի կերակրում ենք մեր կենդանիների։ Մեր պատրաստած ռացիոնները ներբեռնում են կերաբաշխիչ մեքենայի մեջ, ըստ որի կերաբաշխիչ մեքենայի օպերատորը սկսում է հավաքել կերերները։ Դրանք են գարին, եգիպտացորենը, սիլոզը, սենաժը։ Որպեսզի մենք ճշգրիտ իմանանք, թե մեր Հոլշտեյն ցեղատեսակի կենդանիները ճիշտ քանակության կերեր են կերել, թե ոչ, մենք ամեն օրվա վերջ անում ենք հաշվետվություն կերաբաշխիչ մեքենայից եւ ըստ դրա որոշում ենք կերակրման չափը։ Բարձրորակ կաթ ունենալու համար մեզ պետք են մի շարք գործողություններ անել, սկսված բարձրորակ կերերից, կերակրումից, կենդանիների առողջական վիճակից եւ ճիշտ կթի պրոցեսից։ Կթի պրոցեսը ամբողջը կատարվում է ավտոմատացված, բնականաբար արդեն այդ սիստեմով եւ փակ շղթայով կաթը տեղափոխվում է արդեն խողովակներով, ֆիլտրերի մեջով, անցնում է հովացման փուլ սառցաջրի հովացում եւ որից հետո արդեն լցվում է սառնարաններ։ Սառնարաններում մենք պահում ենք 2-ից 4 աստիճան այդ ռեժիմում, մեքենան ամենօրյա ռեժիմով արդեն մոտենում է, բարձում ենք ու ուղարկում ենք, տեղափոխում ենք կաթը Երևան Արցախ գործարան։ Մեզ անհրաժեշտ է կաթի պարունակության յուղի, սպիտակուցների քանակները, որպեսզի մենք կարողանանք վերահսկենք նաև կենդանիների առողջական վիճակը եւ ստաբիլությունը կաթի որակի։ Այդ իսկ պատճառով ամենօրյա մենք ունենում ենք հաշվետվություն արդեն Երևանի կաթի գործարանից, լաբորատորիայից, ամեն օր իրանք ուղարկում են մեզ մեր կաթի կազմի եւ որակի հաշվետվություն, համաձայն որի մենք արդեն կարողանում ենք այդ մոնիտորինգներով վերահսկել եւ կառավարել մշտական լավ որակի կաթ։ Հիմա ասեմ լավ կաթը ինչով է տարբերվում վատ կաթից։ Հիմնականում իր աղտոտվածությունով։ Աղտոտվածության տարբեր պատճառներ են լինում, գոմաղբից կաթին փոխանցող աղտոտվածություն, ոչ սննդային սարքավորումների եւ լվացման հեղուկների օգտագործում, որը մեր մոտ բացառված է, հիվանդ կովերին ընդհանուր խմբերից ժամանակին հայտնաբերում եւ առանձնացումը։ Մեր մոտ կենդանիները բաժանված են խմբերի եւ կթարան են ուղեկցվում խումբ։ Ունենք նաեւ առանձին խումբ նոր ծնած կովերի խումբը, որոնք մինչեւ 10 օրը գտնվում են առանձին խմբում եւ առանձին հոսքագծով տվյալ կաթը գնում է հորտանոց հորտերի կերակրման նպատակով։ Տվյալ պահին կերակրվում են 0-ից 20 օրական մեր հորթուկները, որոնք գտնվում են անհատական տնակներում։ Անհատական տնակներում հորթուկները գտնվում են 0-ից 20 օրական լրանալը, որից հետո հորթուկները տեղափոխվում են արդեն խմբակային վանդակներ։ Կենդանիների խնամակալների կողմից հորթերի հանդեպ ցուցաբերվում է ամենօրյա, ամենժամյա խնամք, յուրաքանչյուր րոպեին էլ իրանք որպես փոքր հորթուկներ խնամքի կարիք ունեն։ Խելացի ֆերման Եվրոպայից բերված տոհմային կովերի տունն է, որտեղ նրանք ամենօրյա խնամքի եւ ուշադրության ներքո են։ Այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր կենդանուն, հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության եւ բարեկեցության մասին։ Կովերի վզից կախված են չիպեր եւ համակարգչի մեջ կա
Go-Scout ծրագիրը, որի միջոցով մենք հետևում ենք կենդանիների առողջական վիճակին, այնտեղ ցույց է տալիս իրենց կատարած տեղաշարժը, ակտիվության քանակն է որոշում, ինչպես նաև ռումինացիան, այսինքն որոճալու process-ի քանակը։ Կենդանիների պարկելատեղերը հագեցած են սպունգանման նյութով, որի վրայից ռեզինե մատ է քաշված, դա ավելի փափուկ է իրենց պարկելատեղը դարձնում։ Բացի այդ կան 4 քերիչներ, որոնք իրենց հիգիենայի մաքրության համար քորիչներ են, այսպես ասած։ Ջրերի հեռացումը, կոյուղիների մաքրումը ավտոմատ կերպով է աշխատում, այսինքն սկրեպերային համակարգ է, որոնք կոյուղա ջրերը հեռացնում են, կոյուղու հոր ունենք, որտեղից տեղափոխվում են դաշտը հետագայում։ Ահա այսպես է գործում Երեմյան ֆերման, որն իր տեսակով եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այս ֆերմայում է ստացվում Երեմյան կատնամթերքի անարատ, առողջարար, բարձրակարգ մեկ աղբյուրից ստացվող կաթը։ Կաթ, որը սեր է, ուժ եւ առողջություն։ Ասում ենք բարի երեկո, եթե նոր միացաք Ֆորտունա հեռուստաընկերության եթերային աշխատանքին, մենք բացենյակում ենք եւ աշխատում ենք, որպեսզի ձեր երեկոն լինի նախատոնական եւ իհարկե ձեր երեկոն լինի գեղեցիկ ու գարնանային, ինչպես խոստանում են եղանակի հսկաները, աստվածները։ Բոլորս գիտենք, չէ՞, եղանակի հսկան մեր Հայաստանում։ Ինչ ասում է լինում այն մարդ։ Ասել է մինչև մարտի 15 հանգիստ քեֆարեք ուրախացեք։ Մինչև 20 աստիճան տաքություն է սպասվում։ Կանանց սրտով է, էլի ոնց որ։ Միանշանակ շատ։ Բայց մարտի 21-ից արդեն տղամարդկանց սրտով է։ Անձրևներ։ Տղամարդկանց սրտով է լինում։ Պարավների ուլանը, դրանք դերևս չեն գալիս։ Ոչ, պարավի ուլանը արդեն ճանապարհվել է հեռուներ, հարգելի հեռուստատեղներ, գարնանային տակ երեկոներ ենք ձեզ խոստանում, լուսաբացներ եւ առհասարակ թող գարունն իջեց բերի միայն ջերմություն։ Սիրելի բարեկամներ, շարունակելով իհարկե մեր ընթացքը, ուզում եմ ասել այս պահին մենք պետք է ասենք շնորհակալություն մեր հաղորդման գործընկերներին Դավշին շինարարական կազմակերպությանը, ով առաջարկում է վերանորոգել ձեր բնակարանը հարմարավետ եւ մատչելի գներով, աղան 48 կոտորակ 1 հասցե, հեռախոսահամար 0322 466 091 0466 098 17 26 Ռեկորդ, սա ջարատություն։ Այո։ Մեր հաղորդման գործընկերոջ շնորհակալություն Դիլորի խանութ սրահին, Հասցեն Թումանյան 1 կոտորակին, հեռախոսահամար 044 620 720 հրաշալի գործընկեր է Դիլորին, մեր մշտական եւ հաճելի գործընկերն է, շնորհակալություն նրան։ Family Farm Food-ն առաջարկում է լայն ընտրանի, մսամթերքի եւ իհարկե հատուկ մոտեցում եւ որակ դուք այստեղ բնականաբար կարժանանաք ու կհանդիպեք Հասցեն քաղաք Վանաձոր, Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2, հեռախոսահամար 094 500 222 Family Farm Food առաջարկում են եւ առաքում։ Շնորհակալություն նաև Step Furniture-ին, պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար ձեր ճաշակով եւ պահանջներին համապատասխան կարող եք գտնել Facebook-ում եւ Instagram-ում։ Կամ էլ հեռարձայնել։ 091 20 20 35։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև Իմպերիա կահույքի սրահին, Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, հեռախոսահամար 033 34 60 033 35 Իմպերիան գտնվում է Գլոյա կարի ֆաբրիկայի հարևանությամբ, առաջարկում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներկրողից կահույքի լայն ու շքեղ տեսականին։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին եւ շնորհակալություն հիմա հենց ձեզ։ Այո, ծաղիկներին։ Հիմա դա է ուզում ասել, հենց ձեզ հարգելի հեռուստատեղներ, որովհետեւ ծաղիկներով, ծաղիկներին, ծաղիկներից շարք առաջարկում է Լիլի Ռոզին, որն առաջարկում է ձեր սիրելիների գեղեցկության տոնը, բնականաբար ամբողջացնել գեղեցիկ ծաղիկների լայն ընտրությամբ Տիգրան Մեծի 29 կոտորակ 20 095 19 64 85 093 19 64 85 բնականաբար կարող եք փնտրել նրանց նաև սոցիալական էջերում։ Իսկ այժմ խոսենք այն ամեն ինչի մասին, ինչը որ ներկայացրեցինք հաղորդման սկզբում, այսինքն մեր մրցույթի մասին։ Նախորդ շաբաթվա մրցույթի հարցը հետևյալն էր. ինչ կանեիք, եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում եւ ինչ կվերցնեիք ձեզ հետ։ Կանոններից մեկը հետևյալն էր, որ պետք է մոտենալ հումորով։ Այդ ամենը առաջինն էր։
Եվ հետո ամենաշատ լայքեր հավաքած մասնակիցը կճանաչվի հաղթող եւ դա էլ արդեն իրականություն դարձավ եւ մենք այժմ պետք է ասենք թե ում մասին է խոսքը եւ ով է հաղթել մեր անցած շաբաթվա մրցույթում։ Մենք դիտարկում իհարկե մինչև հաղորդման մրցույթի հաղթողի անունը հրապարակել է հարգելի հեռուստադիտողներ, ասենք որ պետք չէր ուղղակի գրել հաղորդագրություններ, բարեկամներ, որովհետեւ այս կերպ տեսանելի չէր նաեւ ակտիվ մասնակցությունը, որովհետեւ կային տարբերակներ, որոնք ոչ հումորային են եւ ամենակարևորը, որ կարևոր շարժարիթ էր հենց ամենաշատ դիտումներ հավաքած, որպեսզի մեր ամբողջ հետևորդներ եւ հեռուստադիտողներ հնարավորություն ունենային մասնակցելու։ Մենք ստացել ենք շատ հաղորդագրություններ, ասում ենք բոլորից շնորհակալություն, բայց պետք է նաեւ ցավոք ասեմ, որ հաղորդագրությունների տիրույթում մրցույթը չէր կարող անցկացնել, շատ հետաքրքիր պատասխաններ կային, ամենահումորով մեր հեռուստադիտողներին, ովքեր գրել էին մեկնաբանությունների ձատ հաղորդագրություններով, ասում ենք շնորհակալություն եւ իհարկե նաեւ շնորհակալություն մեր բոլոր այն հեռուստադիտողներին, հետևորդներին, ովքեր ակտիվորեն մասնակցեցին։ Ասեմ, որ շատ թեժ պայքար էր գնում։ Այո, մանավանդ երկու հոգու միջև էր թեժ պայքարը։ Սկզբից պայքարում, այո, բավականին ակտիվությամբ գնում էր որպես երրորդ, այսպես անվանակարգ Տաթև Տորթերի մեկնաբանությունը։ Այնուհետև Տաթևից առաջ խաղացում անցավ Մար Ստեփանյան, մեր հետևորդը, Զարուհի Սելիմյանը եւ Զարուհի Սելիմյանը ու Մար Ստեփանյանը գնում էին հավասար, գրեթե հավասար։ Հիմա այս ցուցանիշներով կասեմ 345 մեկնաբանություն ստացել է եւ հավանում ավելի ճիշտ ստացել է Մար Ստեփանյանը, իսկ ուշադրություն Զարուհի Սելիմյանը ստացել է 399 հավանում, ինչը շատ հետաքրքիր բեկուն է։ Հաղթում է մեր մրցույթում Զարուհի Սելիմյանը, շնորհավորում ենք Զարուհի ջան, արի մեկնաբանությունը եւ պատասխանը ինչ կանեիր, եթե անմարդաբնակ կղզում հայտնվեիր, եթե չլիներ Wi-Fi, անմիջապես կնեղվեի ու կմտածեի, թե ինչպես եմ TikTok-ից կտրված ապրելու։ Սա դաժան իրականություն է, բայց ուր էլ գնում եմ։ Ես կվերցնեի power bank-ը, եթե Աստվածչյանի հեռախոսի զարյատկե նստի, կարողանում եմ լիցքավորել։ Իհարկե որոշակի հումորային մոտեցում կար Զարուհի ջան, բայց քանի որ նաև ձեր մեկնաբանությունն ամենաշատ հավանումներն է հավաքել, մենք ձեզ շնորհավորում ենք։ Խնդրում ենք մեզ հետ կապել, մեր էջում գրել ձեր կոորդինատները, Բացենյակի Facebook-յան էջին գրել ձեր կոորդինատները, որպեսզի մեր ստեղծագործական թիմի ձեզ հետ կապեն եւ պայմանավորվենք նվերի փոխանցման համար։ Այնպես որ դուք ունեք անակնկալ նվեր, իսկ դա պետք է բնականաբար վերցնել Վարդանանց 62 հասցեից Ֆորտունա հեռուստաընկերությունից։ Իսկ հիմա այս շաբաթվա հարցը ինչով հնչեցնել է, ես եւս մեկ անգամ ներկայացնեմ մեր մրցույթի կանոնները։ Փորձենք ավելի շատ մոտենալ հումորով եւ պայմաններից մեկը նաեւ որ մեր տեսանյութը, որտեղ որ հնչում է հարցը, տարածեք ձեր էջում։ Ամենաշատ լայքեր հավաքած մասնակիցը կճանաչվի հաջորդ շաբաթվա հաղթող։ Եվ այժմ, ինչ կանեիր, եթե մրցույթի այս շաբաթվա հարցը։ Դու ինչ կանեիր, եթե հայտնվեիր օվկիանոսի կենտրոնում ու ունենայիր հեռախոս, քեզ տային հեռախոս, բայց մեկ զանգի հնարավորությամբ։ Ինչ կանեիր, կզանգեիր, չէր զանգի, կզանգեիր ու ինչ կասեիր։ Մենակ դու ինչ կանեիր։ Օվկիանոսի կենտրոնում եթե գտնվեի, հեռախոս ունենայի իմ ձեռքին, կզանգեի տնեցիներին, կասեի մենք ձեզ շատ ենք սիրում, կհանդիպենք հումորով։ Ծովի ներքևում։ Բայց օվկիանոսի մեջտեղում։ Չէ, կզանգեի, շնորհավորեի մարտի 8-ը եւ կանջատեի։ Ինչ կլիներ, կլիներ։ Ես թվում է, իպես հարգելի հեռուստատողների գաղտնիքը բարձում, այս հարցը մտածեց Ռաֆը, եւ ինձ թվում է, որ սա մի ամսյակից փախնելու հնարավորություն է օվկիանոսի կենտրոնում։ Օվկիանոսի կենտրոնում հայտնվենք տղամարդկանցով մի ամսով։ Դե ինչ, այս պահից մրցույթը համարվում է սկսված, այնպես որ կարող եք իհարկե գրել ձեր մեկնաբանությունները եւ ամենաշատ հումորով եւ մեկնաբանություններով, հավանումներով հաստատված մեր հետևորդը կարժանանա գալիք շաբաթվա մրցանակին։ Ինչ կանեիք, եթե հայտնվեիք օվկիանոսի կենտրոնում, ունենայիք հեռախոս, ինչպես կպահեիք ձեզ, ում կզանգեիք կամ ինչ կասեիք այդ ժամանակ։ Այդ էր հարցը այս շաբաթվա։ Խաղ մրցույթը ուժի մեջ է մինչև 12:05/2025 թվական, այսինքն մինչև մարտի 12-ը կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները։ 00 ժամից արդեն մրցույթը ավարտված է համարվում։ Դե ինչ, այսօր այսքանը մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում եւ տոնական եթերում։ Հարգելի տղամարդիկ, շտապեք նվերնել ետևից։ Վաղը մարտի 8-ն է։ Մենք ձեզ շատ ենք սիրում, հարգելի հեռուստատողներ։ Արդեն սկսված են թանկությունները։ Բայց մեր գործընկերները դրանցով չեն առաջնորդվում, այնպես որ ձեր նվերները պատրաստեք մեր գործընկերների օգնությամբ
եւ նրանց հնարավորություններով կհանդիպենք եթերում։ Լավ մնացեք, ես շատ եմ սիրում, ինչպես Գարնան, այնպես էլ Ամրանը, Աշնանն ու Ձմռանը։ Մենք շատ սիրում։ Մեր հերթատողներին լավ կլինի, բայց դու ինձնից շատ չես կարող։ Կհանդիպենք եւ մի մոռացիր, որ ես ամից եմ շատ խոսելու։ Այսօր նորից երգում եմ բարև ձեզ Չեք պատկերացնի ոնց եմ կարոտել ես Երևանի փողոցները չափչփել Այս թաղից են թաղը պարապ թափարել Երևանի փողոցները չափչփել Այս թաղից են թաղը պարապ թափարել Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Օրերով, դարերով քեզ հետ Եվ առանց քեզ ոչ մի քայլ առաջ կամ հետ Երևանը սրտիս մեջ է առհավետ Ուր գնում եմ, տանում եմ նրան ինձ հետ Երևանը սրտիս մեջ է առհավետ Ուր գնում եմ, տանում եմ նրան ինձ հետ Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Հաղորդման գործընկերն է։ Դիլորի խանութ-սրահն առաջարկում է նոր եւ թարմեցված տեսականի խոհանոցի եւ լոգասենյակի լվացարաններ, կերամիկական եւ հեղուկ գրանիտից, ծորակների եւ ցնցողների ըլլայն ընտրանի, ջրատաքացուցիչներ, ջեռուցման կաթսաներ էլեկտրական եւ գազով, տարբեր ֆիրմաների ու հզորության, բիմետալ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ, մուտքի եւ ներսի դրամ փականներ, բռնակներ, հոսանքի մալուխներ, տարբեր շինարարական գործիքներ, ինչպես նաեւ նորույթ դիլորիում, պաստառների եւ կերամոգրանիտե սալիկների որակյալ ու նրբաճաշակ տեսականի։
Այս ամենը կարող եք ձեռք բերել մեզ մոտ գործող մշտական զեղչերով։ Դիլորի աշխատում ենք կանխիկ, քարտային եւ ապարիկ տարբերակով։ Համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ եւ կատարում մեծածախ վաճառք։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի Քաղաք Վանաձոր Թումանյան 1/5 Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրակարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապարիկ գնման տարբերակներ։ Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք Քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2 հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։ Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է առաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, Քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։
ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյան Նունե, կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։